Այսօր իմ ապօրինի կանոնավորման 356-րդ տոնն է, 10 օր հետո կլրանա արդեն 1 տարի։ Եվ ես պարկ եմ ռեզուլցիայում ասում, ես սկանչելի օրեր ինձ պարկևիլու հատում։ Սկանչելի օրեր, բացառությամբ առաջին Ադյանի դատարանի իմ ինտելեկտի խոշտանման մերսիների դատախազների կողմից։ Մնացած բոլոր օրերը սկանչելի օրեր են։ Մտքի, հոգու հանդարտության, Բակրատ Սրբազան հետ եղբայրական զրույցների, Արշակ Սրբազանի հետ եղբայրական զրույցների, վերջին 4 ամսում էլ առանձնության, սկանչելի հնարավորության շնորհակալ եմ մեր դատարանին, պատվարժան, որ արգելեց 4 ամիս որևիցե շփում, բացառությամբ 4 հոգու, եւ ես մեծ զավույն հաճույքով կենտրոնացա իմ հոգևոր, մտավոր, այլ ինչու չէ, ֆիզիկական բարօրության վրա։ Եվ ես ուզում եմ իմ սիրելի ժողովրդին ասում, որ իրապես սա ձևական չեմ ասում, ոչ էլ Բակրատ Սրբազանն է ձևական ասում, մենք իրապես սկանչելի օրեր ենք անցկացնում։ Իմ կյանքի լավագույն օրերն է, լավագույն օրերն է, եւ ոչ մի մտահոգություն չունես, ոչ մի մտահոգություն չունես, հոտդ քեզանից խլված է, դու իրավունք չունես քո հոտով զբաղվելու, իրավունք չունես որևիցե մի հարցով զբաղվելու, միայն մտածի աղոթելու, հոգևոր խաղաղության, անցեղծանության, քո անցած կյանքը վերլուծելու, վերածելու վրա։ Ընդհանրապես դրա համար փառք եմ ձայնում, ասում, այս սկանչելի հնարավորության համար։ Բայց դա չի նշանակում, որ շնորհակալություն պիտի հայտնեմ նրանց, ովքեր այդ բանը իրենց նպատակների համար օգտագործելով ստեղծեցին։ Շնորհակալություն իրենց չեմ հայտնել։ Եվ ասել եմ, որ իրենք պիտի պատասխան տան, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ անպայման եւ խստակ լինես։ Որովհետև 1 տարի է, ես անազատության մեջ եմ լրիվ, ապօրինի եւ անհիման։ Ես ոչ մի մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի, մերժում եմ բոլոր մեղադրանքները, ինձ մեղադրյալ եմ, մեղավոր չեմ ճանաչում եւ չեմ ճանաչի, եւ պատրաստ չեմ ճանաչի։ Անմեղ եղել եմ Հայաստանի Հանրապետության առջև, մնում եմ անմեղ Հայաստանի Հանրապետության առջև։ Իմ ամբողջ կյանքը եղել եմ նվիրում Հայաստանի Հանրապետությանը եւ ինձ համար պարզապես վիրավորական է, որ ես դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության։ Ես դա ասել եմ, որ ինչպես անցած անգամ ասացի, ես ոչ թե սա ինձ համար անձնական ողբերգություն եմ, հակառակ անձնական շահ։ Ոչ թե անձնական ողբերգություն է, այլ զատիժով ապիտ։ Ամոթ եմ զգում Հայաստանի Հանրապետության համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բոլոր եպիսկոպոսների վրա քրեական հետապնդումներ են, քրեական գործեր են անցված։ Բացի մեկից, այդ մեկի անունը չեմ տալիս, թե չէ նրա վրա էլ եղած։ Ես եմ։ Բոլոր եպիսկոպոսները մինչև 2025 թվականը օրինապար քաղաքացիներին ներառյալ Վեհապար Հայրապետը եւ հանդարտ 2025 թվականին կոլեկտիվ խելագարության մեջ մտան եւ սկսեցին օրենք խանգարել, օրենք խախտել։ Ինչպես կարելի է այսպիսի երկրի Հայաստանի Հանրապետության համար չամաչել։ Եվ ինչպես կարելի է, որ գերագույն սրտախոսին ենթարկվող տարբեր սրտախոսներ, տեսեք, ստեղ ասեցին բոլորը։ Ես ինչ-որ մարդու չեմ մեղադրում։ Գլխավոր դատախազը սրտախոսն է։ Քննչական կոմիտեի ղեկավարը սրտախոսն է։ Խնդրում եմ առանց պիտակումների։ Չեմ պիտակում, մենք սիրտուտ ենք խոսացել։ Արտարադատության նախարարը սրտախոսն է։ Նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանը սրտախոսն է։ Այդ սրտախոսության համար պատասխանատվություն հասնում է, թե չի հասնում։ Եթե ես անարդար կերպով 1 տարի անազատության մեջ եմ եւ դեռ հնարավոր է որ 1 կամ 1.5 տարի անազատության մեջ լինեմ, դրա համար պատասխանատվություն լինելու է թե ոչ։ Գալու է ժամանակը։ Ուրեմն
Դրա համար ավարտելով ես ասի որ սկանչելի օրեր եմ անցկացրել, հուսով եմ նույնիսկ հուսով եմ, որ ապագային եմ ես որոշ շրջան անցկացնել, ներողություն եմ խնդրում իմ հարազատներից, բարեկամներից, իմ ժողովրդից, բոլոր նրանցից, ովքեր շատ ծանր են տարել իմ վանդալությունը։ Շատ շնորհակալ եմ իրենց, վեհապան Հայրապետի ցուցած մինչև ամենապարզ քաղաքացին, որոնք ծանր են տարել իմ վանդալությունը։ Այո, ծանր դիտանել նաև իշխանությունը և իշխանության հատվածի որոշ մարդիկ։ Ոչ թե պիտի քմծիծարեին, ոչ թե պիտի ուրախանային, ոչ թե պիտի վայրահաճեին, այդ իրենք էլ ցավալեին, որ վերջի վերջերով arczepiskopos վանդալում է։ Այստեղ մի բան է, մի երանգել ավելացնում։ Մի տանեմ ես մեղավոր եմ, իրակ ենթադրեք գործել եմ ես հանցանքել։ Ենթադրեք, իրակ ոչ եմ արել։ Բայց ոչ մի հետևանք չի թողել այդ ոչը, չկա ոչ տուժով, չկա ոչ վգա, չի հարցակնվել, ոչ մի վգա, չի եղել ոչ մի տուժ։ Եվ ես ունեմ տարիների վաստակ։ Եվ քանի որ հոդվածներ ենթադրում է և տալիս է հնարավորություն ավելի մեղմ պատժամիջոցի։ Արդյոք հնարավոր չի ավելի մեղմ պատժամիջոց իրարել իմ նկատմամբ։ Առավել իբրև խափանման միջոց։ Իբրև խափանման միջոց։ Եթե նույնիսկ 2 տարի պիտի դատապարտվի, 2.5 պիտի դատապարտվի, 5 տարի պիտի դատապարտվի, ես ասել եմ պատրաստ եմ ծնան վանդալության։ Բայց իբրև խափանման միջոց։ Արդյոք հնարավոր չէ, երբ որ չկա ոչ վգա, ոչ տուժով, և ամբողջ ապացուցման ինչ-որ բաներ գործ ամբողջ պարզ է, հայտնի ոչ մի բան չեմ կարող փոխել իմ ասած և արածի մեջ։ Ինչ իմաստներ այս խափանման միջոցը մեկ տարվա կիրառել իմ նկատմամբ։ Սա միթե անօրինականություն չի, սա միթե ապօրինություն չի։ Եվ նրա համար ավարտելով խոսքս, շնորհակալություն հայտնել նաև իմ սիրելի պաշտպաններին, որոնք բացարձակ և բացառիկ պրոֆեսիոնալիզմով պաշտպանեցին և ներկայացրեցին բոլոր ապօրինությունները, հնարավոր ապօրինությունները և անհնարին ապօրինությունները, որոնք կիրառվել են իմ նկատմամբ։ Այդ որը շնորհակալություն իրենց, բայց ավարտում եմ իմ խոսքը ասելով, որ բացարձակապես վատ չեմ զգում իմ վանդալությունից, վանդալության ցանկացած ձևաչափից, որը համարում եմ բացարձակ ապօրինի և անօրինական, հետևաբար ես որևիցե ինչպես խնդրանք չեմ ներկայացրել առաջին ադյանի դատարանին, այնպես էլ խնդրանք չեմ ներկայացնում ձեզ պատվարժան, վերաքննիչ դատարանում։ Պարզապես ասում եմ, որ դատեք ըստ ճշմարտության և վճիռ կայացրեք ըստ ճշմարտության։ Այսքան բան է։